պետությունը իր այցին ընթരാճ, ներքին գործերի նախարարության գվարդիայի մեքենան, բախվել է ավտոբուսը, բախվել է մահ, այսպես էս իրականությունն է, ստեղից սկսենք պարոն Նահապետյան, խնդրեմ։ Ցավալի է, միայն ոստիկաններ չեն, որքան գիտեմ դուժել են նաև քաղաքացիական անձինք, որի մեքենան հարվածել է այդ ոստիկաններով ուրեմն ավտոբուսին։ Գիտեք, ես կոնկրետ այս դրվագը չեմ ուզում առանձնացնել, բայց որ վթարների եւ վթարների հետևանքով կորուստների, մահ, վիրավորում եւ այլն աստղաբաշխական թվերի են հասել, կարծում եմ այստեղ որևէ մեկի համար գաղտնիք չի եւ դրա դրսեւորումներից է նաեւ այդ վթարը։ Այսինքն այնպես չի, որ վարորդներ ուզում են վթար լինի, զոհ լինի, բայց հաշվի առնելով, որ անվտանգության պատասխանատու մի քանի կառույցներ, այդ թվում եւ առաջին հերթին ներքին գործերի նախարարության համապատասխան կառույցները չեն գտնում իրենց ծառայողական պարտականությունների կատարման բարձունքի վրա, կարծում սա ինչ-որ բանի մասին խոսում է։ Եվ խոսում է նրա մասին, որ կառավարելիությունը բավականին թույլ է։ Այնպես ինչպես օրինակ Երևան քաղաքի իշխող կուսակցության ղեկավար կազմը ավականին եւ քաղաքապետը։ Հիմա ոնց որ ապրիլ ամիսն է քաղաքում, Երևան քաղաքում այդ փոսերը դարձել են արդեն շատ բնական երևույթ, այդ մեքենաների վնասվելը, ամեն վնասվելուց կամ փոս ընկնելուց քաղաքապետին հիշելը եւ ոչ միայն իրեն, իր հարազատներին հիշելը, կարծում եմ դարձել է սովորական երևույթ վարորդների համար։ Սա է, այսինքն մարդիկ, որոնք չեն կարող կառավարել։ Գիտեք ոնց, ասենք հիմա մենք ուզում ենք գնահատենք պրոֆեսիոնալ վարորդ, որը իր մասնագիտությունն է, վարում է մեքենա։ Հավանականությունը շատ փոքր է, որ այդ մեքենան վթարի կենթարկվի, որ ուղևորները կարող են տուժել եւ այլն։ Եվ սկսնակ մի վարորդ, որը ոչ ավել ոչ պակաս, ասենք ղեկին նստում է կամ թմրամիջոցի կամ խմիչքի ազդեցության տակ։ Դե ակնհայտ է, որ այդ իմ երկրորդ նշած վարորդը պարտադիր մեծ հավանականությամբ վթարի կենթարկվի եւ իր մեքենայի ուղևորները եւս կտուժեն։ Հիմա երկրի կառավարումը, եթե մարդիկ են, որոնք չունեն կրթություն, չունեն փորձառություն, չունեն այդ փորձառության ժամանակ, եթե չկա բնականաբար ցույց տված արդյունքներ եւ ընդհանրապես մտքեր են արտահայտում իբր կառավարչին ուշադրություն դարձրեք մեր նախարարներից կառավարության մեր չէ կառավարության նախարարներից քանիս ունեն մասնագիտական կրթություն եւ փորձառություն այսինքն որ չափորոշով է ընտրվում այդ նախարարության կառավարիչը իդեմս նախարարի կա տես չափորոշիչ որը կապված է իր մասնագիտական կրթության եւ փորձառության հետ չկա այդպեսի ուշադրություն դարձրեք ես ասում եմ սա պատական չի այսինքն երկիրը իրական կառավարումից բերել ճգնաժամի մեծ ճգնաժամի շեմին կանգնեցնել եւ Աստված մի ասի եթե քո հարևանը փորձելու է քո այս կամ այն կառույցի հետ մրցակցել ասենք այդ մրցակցությունը կարող է բանակի կառույցով լինի հա զինված ուժերի դու այդտեղ պարտվելու ես ես որ կառույց ասեմ որ մասնագետներ են նստած չկա այդպիսի բան Փաշինյանից սկսած այդ մարդը ոչ կրթություն ունի ոչ գիտելիք ունի ինքը ոնց կարող է լավն ու վատը այս կամ այն ոլորտը ինքը գնահատում է հա բայց իր գիտելիքների եւ իր փորձառության չափով որը բավարար չի պետություն կառավարելու համար բավարար չի ենթադրենք իր թիմակից լինել եւ ստանալ նախարարի պորտֆել երբ որ այդ մարդը այդ ոլորտից հասկանում է այնքան որքանով ասենք կարդացել է ինչ որ բան գրքեր թերթեր չգիտեմ ինչ որ ամսագրեր այդ նույնա որ ասենք 1/10 ինքնաթիռը վարելու օրինակ ռազմական ինքնաթիռը վարելու համապատասխան բան գրականություն մի շաբաթ ժամանակ մի շաբաթ կարդում է հետո տալիս են նստացնում են այդ ռազմական ինքնաթիռը դա ասում են քանի որ կարդացել ես տեսությունը գիտես նա գործնականում թռի ակնհայտ է չէ որ 100%-ով երաշխավորված վթարա չէ լինելու հիմա նույնն է սրանց դա չկան մասնագետներ չկան կրթություն չունեն փորձառություն չունեն ունեն մեծ հավակնություններ եւ այլն իրենց նաեւ մոտիվացիա կա այդ մոտիվացիան չի խոսում լավ բաների մասին իդեպ ասեմ ձեզ այն առումով որ այնուամենայնիվ եթե
դու զրոյից ես նստում, ապա մի քիչ ավելի համեստ լինես, քո վրա շատ աշխատես, այսպես, հա, չցցվես, կողքդ հավաքես գոնե մասնագետ խորհրդականների։ Չկա այս ամեն ինչը բացակայում է։ Երբ նայում ես, հիմա վիրավորական բան չունի, փողոցից բռնած մարդուն բերում դարձում են բարձրաստիճան պաշտոնատար անձ կամ պատգամավորներ։ Ես ինչքան գիտեմ, որ պատգամավորը դա օրենք մշակող գործառույթ իրականացնող անձ է, բայց այնինչ մեր ազգային ժողովը ցավոք սրտի ոչ միայն այս ժամանակ, այլև նախկինների օրենք ոչ թե մշակող, այլ օրենք ընդունող, այսինքն կոճակ սեղմող մարմին է դարձել։ Իսկ այդ օրենքները որտեղ են մշակվում, հետաքրքիր է, կամ օրենքի մեջ փոփոխություններ, կարող եմ ասել, Արդարադատության նախարարություն, համապատասխան մի վարչություն կա, որի անդամները բոլոր անխտիր ավարտել են դրսում, ասենք Ֆեչերի համալսարանը։ Այնտեղից ուղղակի ես հանգամանքներ բերում որոշակի առումով իրազեկ եմ այդ արժե համակարգի հետ կապված այլ իրավական ակտեր փոփոխություններ դրա դեմ որոշակի կեցվածք ենք դրսևորում, հետո հանգամանքներ բերում ուսումնասիրեցին, փաստորեն դրսից գալիս է անգլերենով իրավական ակտերը այստեղ թարգմանում են, այսինքն այդ անգամ Արդարադատության նախարարության այդ կառույցները թարգմանչական բյուրոների են վերածվել։ Թարգմանում են, հետո ուղարկում են ազգային ժողովում որպես Արդարադատության նախարարության կողմից մշակված իրավական ակտ։ Դե կառավարության կողմից բնականաբար, այո։ Ես հիշում եմ մի դեպք այդ մի օրենք էին ուզում, հիմա անձերի անուններ չտամ, օրենք էին ուզում ընդունել եւս այդ արժե համակարգի դեմ եւ 1.5 տարի պարզվեց, լավ ասենք այսպես, կոչվում էր այդ հայտնի գենդերի օրենք, ընդ որում հիմա ոնց որ թե ուզում են նորից շրջանառության մեջ մտցնեն այդ թեման, այդ կոչվում էր կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների, հավասար իրավունքների ապահովման մասին օրենք, որը կարճ ժողովրդի մոտ ձևակերպեց գենդեր անունը։ 2 տարի այստեղ մշակել էին հետազոտություններ էին արել կանանց իրավունքներ եւ այլն եւ ազգային ժողովը սա նախորդ իշխանությունների ես նկատի ունեմ որ այս վատ մոտեցումը սխալ մոտեցումը նաեւ նախկինների ժամանակ եղել հետո պարզեց որ հիմնավորում են թե ինչպիսի աշխատանք են կատարել այդ ամեն ինչը մշակել են գնահատել են հսկական գումարներ են ծախսել ներսից բյուջեի հաշվին դրսից օգնություններ եկել Եվրոպայից հետո երբ որ շատ այսպես սկսեցին գովել մի ազգային ժողովի նախագահին ուղղակի մեր ընկերները ներկայացրեցին որ այդ օրենքը ընդհանրապես Ղրղստանում 2 տարի առաջ ընդունված օրենքի ռուսերենից հայերեն թարգմանությունն է եւ այդ օրենքի վրա կարելի է ծախսել $50 թարգմանչական բյուրոյին պրոֆեսիոնալ թարգմանելու համար այսպես հիմա այս սրանց մշակած օրենքները ես առավել վստահաբար եմ ասում էլի դրսից իրավական ակտեր, իսկ այդ իրավական ակտերը չի ուղարկում Հայաստանի ազգային պետական շահերը հետապնդել, ուղարկում այն երկրների կողմից, որտեղ պիտի սպասարկվի այդ երկրների ազգային պետական շահերը, առաջներթին Եվրամիության։ Սա իրականությունը, այսքանը։ Իմիջիայլոց պարոն Ապետյան, այս այցերի ժամանակ մենք տեսնենք, ինչ-որ քաղաքացիներ են իրեն մոտենում, ինչ-որ թեթևակի իբր վեճեր են լինում, բայց ասում են այս ամեն ինչն է բեմադրված է իրականում։ Չգիտեմ, ես չեմ կարող գնահատել, բայց ես ասենք ոչ բոլորը ինչ որ քաղաքացիների հետ զրույց վեճ տրամաբանություն կա այդ ասացի մեջ, այսինքն ցույց է տրվում որ Հայաստանը ինչպիսի ժողովրդավար է, որ անգամ երկրի վարչապետը կարող է իջնել հասարակ քաղաքացու, անգամ հանդիմանությունը լսել, անգամ խիստ խոսքը կամ դուռը փակել վարչապետի վրա, բայց վարչապետը համառորեն բախում է մեր երկրի քաղաքացիների դռները, ձգտում է մեր երկրի քաղաքացիների կարիքների մասին խոսել, հոգ տանել, հետո սովորպես սովորական շարքային քաղաքացի նստել սնվել, ասենք բականին այդպես էժան քիչ ծախսով, այսինքն նպատակը ո՞րն է այս ամեն ինչ։ Նպատակը շատ պարզ է, ինքը ուզում է ցույց տալ մեր ժողովրդի այն մասը, որը որ պրոցեսները, գոյություն ունեցող իրողությունները դատում է ոչ թե տրամաբանության, բանականությամբ, այլ զգացմունքով, Փաշինյանը այդ խավի մոտ ժողովրդի այդ մասի մոտ ուզում է ցույց տալ որ ինքը Փաշինյանը ինքը դրանցից մեկն է Պերաշկի ուտող տղա է ասենք այդպես սովորական ավտոբուսով ման գալացող տղա է ոչ այդքան թանկարժեք շորեր հագնող տղա է մարդկանց հետ խոսող, վիճող, ինչ որտեղ նեղվող եւ այլն տղա է ինքը իրանցից մեկն է այսինքն այս ամբողջ քարոշչության մեխը հետեւյալն է ինքը այդ խավից մեկն է
Ցավոք սրտի ես համաձայն չեմ, բայց մեր փորձագիտական եւ հասարակական քաղաքական դաշտում այդ ժողովրդի մեր այդ հատվածին վիրավորական բառ են ասում։ Ես համակարծիք չեմ ուզում կրկնեմ։ Նու ժեխ են ասում, զոմբի են ասում, ես համաձայն չեմ։ Այդ մարդիկ իդեպ ասեմ հիմա ուշադրություն դարձեք 2018-ի եւ ներկայիս մեր քաղաքացիների միջև գնահատման առումով ներկայաշխանությունների կողմից վարող քաղաքականության սար ու ձորի տարբերություն կա։ Ինչու որտեղ մենք կորուստներով, ցավով, իշխանությունների տված խոստումները կյանքի չկոչելով մենք այդ փորձություններով անցանք։ Մենք ասելով ժողովրդի եւ այդ ժողովրդի մի մասը առարկայապես հիմա Փաշինյանին ձայն չի տա։ Եվ նույն տրամաբանությամբ, այսինքն մեր խնդիրը որն է, նույնիսկ այդ վատ որակը ունեցող մեր քաղաքացիներին պիտի բացատրել։ Եթե մեկը մի անգամից հասկանում, մեկը 5, մյուսը 20, ուրեմն 20 անգամ մեր երկրի քաղաքացին է։ Մեր ազգակիցն է, մեր արունակիցն է, հա, մեր հավատակիցն է։ Պետք է բացատրվի։ Կարող է շատերը ինձ հետ համաձայն չեն, ասում են դե պարոն Նապետյան, մի անգամ ասի թող հասկանա, ասում հարգելիս, մեկը մի անգամից հասկանում, մեկը 20-րդ անգամից։ Մեկն էլ մինչև իր մաշկի վրա չի զգում այդ ցավը, կորուստը, ինքը չի հասկանում։ Բայց եթե կա սրտացավություն, յուրաքանչյուրը մեր երկրի քաղաքացին է, նորից եմ ասում, մեր ազգակիցը, մեր արունակիցը, մեր հավատակիցն է, հետաբար մասնագետները, ովքեր հասկանում են եւ հանրային լսարան ունեն, մեր խնդիրը նաեւ այդ նույն բան անընդհատ ասել, բացատրել, հիմնավորել տարբեր կողմերից, որովհետեւ մեր երկրի քաղաքացիները ճիշտ ընտրություն կատարեն այս տարի հունիսի 7-ի ընտրություններին։